Գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետը տվեց հանձնարարականներ ամբողջացնել տրանսպորտային ցանցի նախորդ բոլոր վերլուծություններում եղած տվյալները եւ վերջնական որոշման ներկայացնել, թե ինչ մոդելի հավելյալ տրանսպորտային միջոցների կարիք կա, ապա խոսեց առանձնացված գծեր ունենալու անհրաժեշտությունից։ Մեր հանրային տրանսպորտի երկու արտերիան, այսպես ասած, երկու հիմնական ճանապարհը, որտեղ որ պետք է առանձնացնենք նրանց համար գիծ, դա պետք է իրականացնենք, ցանկալի կլինի, որ մինչև աշուն հասցնենք։ Հետևաբար ձեր եւ պարոն Այվազյանի խնդիրը կայանում է այս բոլոր վերլուծությունները ամփոփելու մեջ եւ վերջնական լուծումը առաջարկելու։ Քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինության կառուցման եւ հողազավթման դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 54, իսկ շինհրապարակներում սահմանված պայմանների չպահպանման դեպքերով թվով 27 արձանագրություն։ Երևանում հանքեր շահագործող ընկերություններին հորդորվել է իրականացնել բարեկարգման աշխատանքներ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը եւ օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով։ Բոլոր միջոցառումները, որոնք որ պետք է իրականացնեն հանքարդյունաբերողները, նրանք պարտավոր են իրականացնել եւ նորից հիշեցնեմ, երթին նոր օրենքից հետո գործիքակազմը Երևանի քաղաքապետարանի էականորեն փոխվում է եւ էականորեն ընդլայնվում է, հետեւաբար էլի շատ նուրբ եւ վերջին զգուշացում բոլորին։ Զեկուցվեց, որ մեկնարկել եւ շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները, ծրագրով նախատեսվում է վերականգնել երթևեկելի եւ հետիոտնային հատվածները, նորացնել դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացնել ջրամեկուսացման աշխատանքներ, վերականգնել կամրջի թռիչքային կառուցվածքներն ու հենարանները, ինչպես նաեւ ապահովել անհրաժեշտ անվտանգության եւ երթևեկության կազմակերպման միջոցառումների իրականացումը։ Ավինյանն ասաց, որ շինարարության տեմպը լավ է, մնում է դա պահպանել ու սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին հասցնել։ Որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Անդրադարձ կատարվեց նաև Պրոշյան-Պարոնյան հատվածներում իրականացվող ջրագծերին ու ոռոգման համակարգին վերաբերող 3 նախագծերին։ Տեմպը բավականին շատ ակտիվ է, ուղղակի պարոն քաղաքապետ, քանի որ նաև երթևեկությունն է ինտենսիվ, դրա համար աշխատանքները քիչ թե շատ կարող տեղ-տեղ դանդաղեն, բայց փորձում են մաքսիմալ արագ այդ աշխատանքները իրականացնել եւ հուսանք ժամկետները կպահպանվի։ Կարոյանի փոխանցմամբ շինարարության լավ տեմպը պահվում է նաև Ազատության պողոտայում։ Այդ շատ վարչական էլի, որ այն տեմպը, որը որ կար, այդ տեմպն է պահվում։ Դա ամենավատը հենց այս նախադասությունն էր, որովհետեւ այդ տեմպը բավարար տեմպ չի։ Չէ, նախնական տեմպի մասին չի խոսակցում, պարոն քաղաքապետ, հիմա արդեն ԱԱԿ-ին ակտիվացրել են, որտեղ շատ խիստ նախազգուշացում է տեղի ունեցել, որպես աշխատանքները արագացնեն։ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մեկնարկել է Նոր Խարբեր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցումը, Արաբկիր վարչական շրջանում երեխաների խնամքի համար գտնվել է նոր լուծում։ Նրանք հոգեկան առողջության կենտրոնի տարածքից տեղափոխվել են Կորեայի ձորի հատվածում գտնվող նոր մասնաշենք։ Նոր շենք են տեղափոխվել նաև Կիլիկիա թաղամասի վթարային եռախմբանի մանկապարտեզի սաները։ Միաժամանակ ավարտական փուլում են թիվ 156 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, ինտենսիվ շինարարություն է ընթանում Արաբկիրի թիվ 24 վթարային մանկապարտեզում, իսկ Ծարավաղբյուրում մեկնարկել են նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ այն ամենախնդրահարույց հատվածներում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, կարելի ասել մենք լուծումները տվել ենք։ Տիգրան Ավինյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն սևեռել նաև Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների բարեկարգմանը, անդրադառնալով այգիների, խաղահրապարակների եւ տարբեր թաղամասերի բակերի բարեկարգման ծրագրերին, քաղաքապետը եւս մեկ անգամ ընդգծեց հանրային տարածքները զավթումներից ազատելու կարեւորությունը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։